Բարև ձեզ, սա օրվա թեման է, ինչպես արդեն գիտեք, երեք Երուսաղեմում բավական տհաճ միջադեպ է գրանցվել, դիմակավորված մարդիկ հարձակվել են հայ համայնքի ներկայացուցիչների վրա, կան տուժածներ, վիրավորներ, ձերբակալվածներ, այս միջադեպի հետ կապված մանրամասներ իմանալու համար ես կապ եմ հաստատել Իսրայելի Պետախ Տիկվայի իսրայելահայերի նայերի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանի հետ, բարև ձեզ, Արտյոմ։ Բարև ձեզ, շնորհակալություն այդ հնարավորության համար։ Մենք էլ ենք շնորհակալ, Արտյոմ, կխնդրեի ներկայացնես նախ հիմա ինչ վիճակ եւ մի փոքր էլ մանրամասն թե ինչ էր տեղի ունեցել եւ ինչն էր պատճառը։ Նախ հայտնի դարձավ այնուհետև, որ 24 ժամ առաջ, այս պատահարից առաջ Երուսաղեմի հայոց պատրիարքարան իրավաբանները պաշտոնապես դիմել էին Երուսաղեմի դատարան չեղարկելու Կովերի պարտեզի հետ կապված այս տխրահռչակ համաձայնագիրը, հողերի 99 տարով, 98 տարով տարբեր թվեր են ասում, այս 20 capital կազմակերպությանը վարձակալությամբ տալու հետ կապված եւ այս դիմումից փաստորեն 20 ժամ մոտ անց առավոտյան ժամը 12:45 րոպեի սահմանում 12:30 այսպես սահմաններում 30 հոգի դիմակներով եւ զինված ամրաններով, փայտերով, արցունկաբեր, ուրեմն նռնակներով եւ այսպես փոքրիկ բալոններով արցունկաբեր, գազերով զինված հարձակում կատարեցին հայկական համայնքի վրա, մարդիկ ուղղակի հայեր այնտեղ գտնվում են հայ հոգևորականներ, ուղղակի հայկական համայնքի, Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչներ, Երուսաղեմի բնակ հայեր եւ մարդիկ ուղղակի այսպես հանկարծակի եկան, երբ 30 հոգի այսպես մասկաներով, դիմակներով զինված հարձակում են կատարում հայկական համայնքի անդամների վրա, բաղավելով եւ այսպիսի խոսքեր ասելով, իբր թե ձեզ այս համայնքից դուրս ենք անելու, այս հողերից ձեզ զրկելու ենք, այսպիսի ուրեմն ահաբեկչական կոչերով, լրիվ ահաբեկիչների նման հարձակում են կատարել, այնուհետև սկսել են քարեր նետել հայերի վրա, հայերը պատասխանել են իհարկե, մնացել են հայերը մինչև վերջ իրենց տարածքում, անմիջապես պատրիարքարանի ներկայացուցիչները զանգահարել են Երուսաղեմի 5 քաղաքի ոստիկանություն, որը գտնվում է հայկական թաղամասում, պատկերացնում եք, որը գտնվում է հայկական թաղամասի մեջ եւ ասենք ոտքով, որպիսի զենք զրահ վերցնես, ես հիշում եմ մեր հայկական բանակի ժամանակ, որ ծառայում ենք 45 վայրկյան ունենք, որ անմիջապես պետք է հագնվես, կապնվես, զենք վերցնես 1 րոպեվա ընթացքում, հասնես պատրաստ լինես ուղևորվելու, ենթադրենք լավ ոստիկանությունը այսպես արագ հայկական բանակի մեր զինվարությունների նման 2 րոպե տանք իրենց որ պատրաստվեն 1.5 րոպեվա ընթացքում է ոտքով քայլելով հանգիստ կարող են հասնել, եթե վազեին մի 20-30 վայրկյանվա ընթացքում կարող են գալ եւ այս ամեն ինչը տեղում կանխեին եւ ոչ թե 20 րոպե անց միայն բարեհաճեն մի քանի հոգի գալ, այն էլ ասենք մի քանի կին զինվորականներ նաև ոստիկաններ, ասենք շատ փոքրիկ չափսերի, ասենք, ոչ ասենք հատուկ մագավնիկներ, որոնք որ սահմանապահ ուժեն են ամեն մեկը 1.80 բոյ ունի եւ ասենք լավ պարապած են, լավ մարզված տղաներ են, մի քանի ասենք հրեա ոստիկանների աղջիկներ նրանց թվում 1.5 մետր բարձրության, այսպես մանր նույնը, թե աղջիկները 30 ահաբեկչին ոնց էին ձերբակալելու, ասենք վնասազերծելու, սա այլ օպերայից ինչպես հայերը սիրում են ասել, սա այլ թեմաներից է, փաստը մնում է փաստ, որ պատերազմական իրավիճակում, երբ տասնյակ հայեր այսօր Գազայի գոտում հատուկ ստորաբաժանումների մեջ, լինելով Իսրայելի քաղաքացիներ, պաշտպանում են Իսրայելի տարածքը, մեզ, ասենք Համասի հարձակումներից եւ պատերազմում են, ասենք Իսրայելի բարօրության համար, նույն Իսրայելի կենտրոնում, Սրտում, Երուսաղեմում հարձակում է կազմակերպում, ընդ որում արաբներ էին մեծամասամբ այս մարդիկ, չնայած որ ձայնագրությունը լսում եմ, ես ասենք չեմ բացառում նաև նրանց շարքերում հրեաների արկայությունը կամ ասենք որոշ հրեաներ, որոնք որ ասենք ուղղորդում էին այս արաբներին կոնկրետ հարձակումներ կատարել հայերի նկատմամբ։ Ու ինչն է այստեղ հետաքրքիր, որ 30 հարձակվածներից ընդամենը 5 հոգու, 5 թե 6 հոգու են ձերբակալել,
հայերը հստակ տվյալներ չունեին, թե քանի հոգի են ձերբակալել, այս հարձակման արդյունքում ինչու է ոստիկանությունը 20 րոպե հետո եկել, սա այլ թեմա է, ոնց որ ես ձեզ ասացի, նաև այստեղ հարցականը մնում թե այդ 30 արաբը դիմակավորված ամրաններով, փայտերով զինված ինչպես են մուտք գործել հայկական թաղամասին քաղաքում, երբ որ Իսրայելում պատերազմ է եւ ամեն քայլափոխում կան կամերաներ, ամեն քայլափոխում կան ոստիկանական ստորաբաժանումներ, հատկապես Երուսաղեմում, եղել հայկական հին քաղաքում թաղամասում, որը գտնվում է արևելյան Երուսաղեմից ընդամենը 1-2 ոտքով րոպե քայլ հեռավորության վրա, պատկերացնում եք, ոնց է այս ամեն ինչը տեղի ունեցել Երուսաղեմի ոստիկանության թողտվության պայմաններում, նրանց ուշանալը։ Այստեղ ես ասենք կոնկրետ քաղաքականություն եմ տեսնում, քանի որ չմոռանանք, որ այսօր Բիբի Նեթանյահուի կառավարությունում հատկապես ներքին անվտանգության եւ ներքին գործերի նախարարություն նստած են այն ուլտրա օրթոդոքս հրեաները, որոնք որ ասենք դրանցից մեկն էլ ատոմային ռումբ էր գցում, չէ, Համասի գլխին, որ մեծ սկանդալ առաջացավ։ Այսինքն առանց հասկանալու թե իրականում անվտանգությունն ինչ է, այս մարտիկ ղեկավարում են չունենալով որևէ կրթություն, որևէ տարրական կրթական ցենզ, ղեկավարում են այսպիսի կարևոր նախարարությունները կոալիցիոն իրենց փաստորեն կառավարության մեջ։ Եվ երբ Արչամ, տեղյակ ենք նաև, որ ձերբակալվել էին նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, նախ ինչի համար էին ձերբակալվել, երբ հարձակումը տեղի էր ունեցել նրանց վրա, եւ հիմա նրանց ճակատագիրը ինչպիսին է։ Ցավոք սրտի այս անգամ ոչ թե բերման են ենթարկվել, այլ հենց ձերբակալվել էին, նրանց մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության, այսպես քար նետելու եւ այլ պատրվակներով, դե մենք ունենք Պետիկ Կիրակոսյանը, որը այսպես ասած Երուսաղեմի հին քաղաքի ամենասիրելի հայերից է, ճակերտների մեջ, որ ենթադրենք, եթե դրսում մեկը թեքի գետնին, պետիկին անմիջապես կտանեն հրեական ոստիկանություն այն դեպքում, երբ որ մեր պետիկը նույնիսկ տանն է եղել, ընդհանրապես տեղյակել չի եղել, թե ինչ է տեղի ունեցել, սրանք ասենք Երուսաղեմի հին ոստիկանները ամենաառաջինը պետիկին են ձերբակալում բերման ենթարկում, սա դոգմա է, հա, ոնց որ ինչ է լինի, անցյալ անգամ էլ էս հոկտեմբերին, որ դեպք եղավ հարձակումների հայերի վրա, էլի պետիկին տարել էին, էլի։ Այսինքն սա, այսպես ասած, ժողովրդական լեզվով խայսյատ է տարել սրանց մոտ։ Իսկ երկրորդը մեր Հակոբ Ճռնազյանի հայտնի մեր հայ, այսպես մեր հայկական հողերամա կռիվ տվող մեր Հակոբ Ճռնազյանի եղբայրն է, Պոլ Ճռնազյանն է, կոնկրետ տարիքը փոլի չգիտեմ, կամ 17 կամ 18 տարեկան է մոտավորապես։ Այսպես ես մեղադրանքներ էին նրանց ներկայացվել այսօր առավոտյան տեղի ունենալու նիստ Երուսաղեմի դատարանում մեր տղաների ճակատագրի հետ կապված, իհարկե Երուսաղեմի պատրիարքարանի իրավաբաններով, ընտանիքի անդամներով ներկայանալու են դատարան։ Ես կոնկրետ չգիտեմ թե ժամը քանիսն է այս նիստը լինելու, որովհետև այս պատերազմի պայմաններում նիստերը այսպես կոնկրետ ժամի չեն անցկացվում, ամենայն դեպս հայերը պետք է գնային եւ մեր տղաներին փորձեն իրավաբանների միջոցով դուրս բերել, ուղղակի տհաճ այն պահը, որ ասենք 30 հոգի դիմակներով հարձակվում են քո համայնքի վրա, քո հայերի վրա եւ ձերբակալվում են հայ 5 հոգի նրանցից, 2 հոգի սրանցից։ Ինչու։ Պատկան մարմինները պետական օղակները Իսրայելի արձագանքել են այս միջադեպին, ինչ որ արձագանք կա այս առումով։ Ես անկեղծ ասած ոչ մի արձագանք չեմ լսել, Jerusalem Post-ը երեկոյան մի հոդված գրեց, բավականին այսպես հայանպաստ, որ հայերի վրա հարձակում է տեղի ունեցել եւ այս արաբներ են եղել այս հարձակողները, այսինքն փորձում են հիմա էլ արաբներին վարձելով Երուսաղեմի արաբների ձեռքելով հայերին ու հрьяաներին իրար հետ կռվածնել կամ հայերին ու արաբներին իրար հետ կռվածնել, այսինքն հասկանում եք, ինչ որ լուրջ խաղեր են գնում նախ հայերին պատրիոտիզմի ենթարկելու հայերին իրենց հողերից հանելու հետ կապված պետք է փաստեն, որ այս ամբողջ շիլան եփել է պատրիարքարանի ներկայացուցիչների կողմից, այսինքն այս ամբողջը տեղի չէր ունենա, եթե այդ կովերի պարտեզի տխրահռչակ պայմանագիրը չկնքեն, եկեք ճիշտը խոսենք, այստեղ մեր մեղքի բաժիններ կա, այսինքն դու հող ուզեցել ես, որոշել ես վաճառես կամ վարձով 98 տարով, եւ սրան հաջորդել է այս թեմաները, հասկանում եք, եւ 2 տարի անց միայն որոշել ես cancel անել, cancel ես անում եւ սրա պատճառով, ասենք հակառակ կողմը փորձում է վարձել արաբների քո վրա հարձակ։ Այսինքն մեդալն էլ երկու կողմն։ Ես այս ամբողջը տեղի չէր ունենա, եթե չլիներ այս գործարքը, հիմա եղել է, որոշել են չեղարկել
ունենալով բավարար հիմքեր այն չեղարկելու հետ կապված, եւ հիմա այս հակառակ կողմն է փորձում է այս կերպ պաշտպանվել հայերի գլուխները ջարդելով արցունկաբեր գազեր ու արցունկաբեր նռնակներ նրանց վրա օգտագործելով Երուսաղեմի ոստիկանության թողտվության պայմաններում։ Ու այստեղ գիտեք ինչ եմ ուզում նաեւ շատ մեկ կարևոր հարց ուրեմն ասել։ Տեսեք, երբ որ մեկ մարդ այսօր երեսին դիմակ քաշի ու դուրս գա Իսրայելի ցանկացած քաղաքի ցանկացած փողոց, ցանկացած Իսրայելի քաղաքացի կարող է ատրճանակով նրան ահաբեկիչի տեղ տնելով գնդակահարել, հասկանում եք։ Եվ նույնիսկ ոստիկանությունը առանց դատու դատաստանի կարող է նրանց որպես ահաբեկիչ սպանել։ Սակայն այս մարդկանց բան չեն ասել։ Այնպես է ստացվում, որ Երուսաղեմի ոստիկանը կանգնած նրա կողքը այս արաբը մասկայով քարը վերցնում շպրտում է հայերի վրա եւ ոստիկանը չի շրջում նրան չի ձերբակալում։ Ես հարց եմ տալիս ոստիկանության Իսրայելի։ Ոնց է այս ամփոփտվությունը տեղի ունենում։ Երբ որ հրեա ոստիկանը հրեա իրավաբանին սպանում է, կասկածել է, որ նա էլ է ահաբեկիչ այս վերջին ահաբեկչական ակցիայի ժամանակ, որ Երուսաղեմում մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցավ, չգիտեմ, գիտեք թե չէ, երբ որ արաբ ահաբեկիչը մեքենաներից դուրս էին եկել, սկսել են մարդկանց փողոցում սպանել, կրակել ատրճանակներով ու ավտոմատներով, եւ մեկ հրեա իրավաբան, որ ունի զենք կրելու իրավունք, մոտեցել էր հենց սրանց տեղում սպանել էր, եւ հրեա ոստիկանները սպանել են այս իրավաբանին։ Հրեա իրավաբանի տեղում առանց դատու դատաստանի։ Նա սա էր իր այս իրավաբան առանց դատու դատաստանի այս ահաբեկիչներին տեղում սպանել։ Հրեա ոստիկաններն առանց դատու դատաստանի ճշտելու այս մարդուն էին սպանել, նրան ահաբեկիչի տեղ տնելով։ Ուզում եմ ասել, որ կրկերն այնքան են շիկացած Իսրայելի ներսում, մենք այնքան ենք սպասում ամեն վայրկյան, ամեն րոպե ահաբեկչական ակտ արաբների կողմից, Համասի կրոհայինների կողմից Իսրայելի ցանկացած շրջանում, ցանկացած բնակավայրում, որ ամեն մարդ, որ ունի զենք, կարող է ներվերը տեղի տալ եւ հանել եւ ցանկացած մարդու փողոցում սպանել։ Եվ սա իրականությունն է։ Եվ այս պայմաններում 30 զինված մարդ ամրաններով, փայտերով զինված մտնում են 5 քաղաք եւ ոչ մեկ սրա մասի տեղյակ չէր։ Եվ 20 րոպե հետո ընդհանրապես մի քանի ոստիկան են գալիս ու ձերբակալում են այդ տվում նաեւ հայերին պաշտպանված կողմին։ Հիմա իրավիճակը մեր համայնքի տարածքում ինչպիսին է, ինչ է տեղի ունենում, արդյոք կրկերը հանդարտվել են արդեն։ Դե կրկերը արդեն երեկոյան հանդարտվել են, հայերը հավաքվում են, մեր Պետախ Տիկվայի նայիրի միությունից էլ երեկոյան ներկայացուցիչներ են գնացել հայկական համայնք, ես անձամբ չհասցրեցի գնալ եւ հայերը հավաքվում են Երուսաղեմում, հիմա ժամը 11-ին պետք է տեղ ունենար Երուսաղեմում, արդեն սկսվել է հավանաբար, ես ուղղակի միացման պատճառով դեռ լուրջ չունեմ, շատ հրեա մտավորականներ, շատ հրեաներ հավաքվել են հայկական համայնքում ի համերաշխություն հայ ժողովրդի հետ։ Այսինքն անկախ նրանից թե այս ներքին գործերի նախարարը, թե ոստիկաններն ինչ հրահանգներ ունեն, ինչերով են զբաղված, հրեա ժողովուրդը եկել է հայերին աջակցելու եւ հայկական համայնքի կողքին լինելու համար։ Այսինքն ուզում եմ ասել, որ այս անկախ ամեն ինչից ժողովուրդը մեր հետ է եւ շատ մտավորականներ, շատ հրեաներ իմանալով այս հարցակումների մասին իհարկե քննադատում են եւ նաեւ դատապարտում են սեփական ոստիկանության անկործության համար։ Այսինքն այն փաստը, որ հրեաները կազմակերպել են նման հավաքի համերաշխություն հայերի Երուսաղեմի կովերի պատերազմը, սա արդեն խոսում փաստ է։ Այսինքն անկախ նրանից թե ինչ են անում եւ ինչ մեթոդների են դիմում, հրեա ժողովուրդը մեր հետ է։ Այսինքն մարդիկ հասկանում են, որ ինչ է իրականում տեղի ունեցել եւ աջակցություն են նայում։ Ես այստեղ կոնկրետ մեր ժողովրդի հետ հրեաների այս մտավորական կանգնած լինելը շատ բարձր եմ գնահատում։ Շնորհակալություն Արտյոմ։ Ես հիշեցնեմ, որ սա օրվա թեման էր, ես զրուցում էի Իսրայելի Պետախ Տիկվայի իսրայելահայերի նայիրի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանի հետ, ով մանրամասներ էր ներկայացնում 3 Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպի հետ կապված, առայժմ կհանդիպենք։